Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 15-ի համար։ Օրը 5-շաբթի է և տեսնենք բոլորիս ինչ է սպասվելու։ Շնորհակալ եմ բոլորից, նաև դիտման համար, լայքերի, մեկնաբանության, նաև որ դիմում եք խորհրդատվության համար։ Եվ եթե ինչ-որ մի տեսանյութ եք ուզում, որևիցե թեմայի վերաբերյալ, ապա գրեք Viber-ին, մի գրեք նամակներում, գրեք Viber-ին, գրեք ուզում եք օրինակ այս կամ այն տեսանյութը կնախընտրեք, օրինակ այս կամ այն տեսանյութը, եւ ես արդեն կնայեմ ժամանակի բերումով եւ կփորձեմ պատրաստել այդ տեսանյութը, որովհետեւ ձեզ համար եմ անում, որ գոնե դուք էլ նույնը ուզեք, ինչ որ ես։ Որովհետև միգուցե իմ մտքից թռել է ինչ-որ մի տեսանյութ և դուք ուզում եք օրինակ նայել։ Բայց գրեք անպայման Viber-ին, մի գրեք այստեղ մեկնաբանություններում։ Շնորհակալ եմ նաև մեկնաբանություններ եք գրում, ես բոլորը կարդում եմ, գիտեք։ Եվ ուզում եմ նշել, որ սա իմ աշխատանքային հագուստն է, մեկ օրվա ընթացքում չեմ անում տեսանյութերը, սա իմ աշխատանքային հագուստն է, այդպես եմ որոշել, որ պետք է ինչ-որ աշխատանքային հագուստ ունենամ, հատուկ սրա համար նախատեսված եւ հագնում եմ, անում եմ, հանում եմ, ճիշտ է երկար է թևերը, բայց դե ոչինչ, ուզում եմ, որ հետաքրքիր ինքը տեսքա տալիս այսպես։ Այսքանը եւ գնայենք խոյերին, տեսնենք ինչ է սպասվում։ Ինչ է սպասվում խոյերին հունվարի 15-ին։ Հարգելի խոյեր, այդ օր ինչ-որ մեկին եք սպասում առավոտյան շաչոտ, միգուցե հուզված եք նաև սպասում, գավա չի գալիս, հետո հուզվում եք, կամ ինչ-որ բանի եք սպասում, դա դեռևս չկա, դրա համար եք հուզվում, նաև այստեղ կարող է այդ հուզված ժամանակ վիրավորեք նաև ձեր հարազատ մարդկանց, ձեր ընտանիքի անդամներին, դրա համար մի փոքր այստեղ պետք է ուշադիր լինել, կրիչացնեմ, ոնց որ նկարը չի երևում ամբողջությամբ, ահա, կարծես թե այսպես ավելի լավ է։ Նաև, հա, պետք է երևի կամ հուզվում եք, որ գավա չի գալիս, դամարա մեկը մյուսին չեն հասկանում համենայն դեպս օրվա ընթացքում կամ ձեր հարազատներն են, կամ ձեր երկրորդ կեսն է։ Եվ ինչ-որ մի բան է ուշանում, միգուցե չէին ասել ձեզ, միգուցե հետո եք բացահայտում, մոտավորապես մինչև 2-ից 2.5 ամիս կարող է ուշանալ։ Միգուցե դա է պատճառը, որ հուզվում եք, դա է պատճառը, որ նաև կա այդ նեղված ժամանակ կպնում եք նաև ձեր հարազատներին, կամ միգուցե իրեն ինչ-որ չափով իրենք է մեղավոր, չգիտեմ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 15-ին։
Հարգելի ցուլեր, այդ օր առավոտյան գորգռում եք ինչ-որ մեկի վրա, միգուցե չեն արթնանում, գնան դասի, միգուցե ինչ-որ մի բան է, մեքենայի հետևը մեքենա է կանգնել և չի թողնում, որ դուրս գաք, ամենայն դեպս դա առավոտյան շուտ է, և ոչ է նամակ կստանաք, ոչ է տեղեկատվություն, հնարավոր է դա կամ ինչ-որ ծրար է մեջը գումար, որ գումար եք ստանալու կամ գումար պետք է վճարեք, կամ առանձին է, հա, սա առանձին փաթեթ է, որը ստանում եք և առանձին գումար է, որը ստանում եք կամ ծախսում եք և հեռախոսազանգ ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունվարի 15-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օր առավոտյան կարող եք հանդիպել կամ խոսել որևիցե տղամարդու հետ, միգուցե պետական աշխատող է, միգուցե տնօրենն է և այլն, կախված է թե աշխատում եք թե ոչ, սա նաև կարող է լինել ձեր երկրորդ կեսառավոտյան կամ ինչ-որ բաներ եք քննարկում։ Գործերը այդ օրը մի փոքր կմնան, չեք կարողանում առաջ տանել, դժվարություններ կան կամ ուղղակի ժամանակ կարող է չունենաք, ինչ-որ բաներ անեք, առաջ տանեք։ Սեղանի շուրջ եք նստելու այդ օրը, նաև այդտեղ պետք է արդեն ուշադիր լինեք, հնարավոր է դուք եք խմում, հնարավոր է ինչ-որ մեկը, որովհետև հետո խոչընդոտներ կան և դրանից հետո էլ վեճ։ Միգուցե եթե խմում եք, եթե չէ, ապա որից է ինչ-որ մի առանձին թեմա է սա, որից է ոլորտում է լինում խոչընդոտներ և ինչ-որ մեկի հետ էլ սա երեկոյան եք վիճում գիկունը։ Այսքանը ձեզ համար, այստեղ չգիտեմ սա էլ կընկներ, չէ կընկնի, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունվարի 15-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը կարիերայում առաջ խաղացում ունեք, դա ոյցը կարող է պատվեր եք անում այդ օրը, կամ ավելի շատ են ձեզ աշխատանք տալիս, կամ նաև ոյցի առաջադրանք է, որը եւս ձեր ցույց է տալիս ձեր մասնագիտական հմտությունները։ Հեռախոսազանգ կունենաք այդ օրը, հանդիպում կամ շփում ոյցը տղայի հետ եւ կարող ինչ-որ բան է ձեզ ասում դա կամ առաջարկում է, որ սկսում եք տատանվել կամ այդ տղայի հետ է կապված, միգուցե ձեր տղան է, միգուցե նոր սեր է, ինչ-որ մի բան է, որը սկսում եք ոյցը տատանվում եք, սեր է խոստացել կամ խոստովանել կամ նման ոյցը պահեր են։ Ում ձեր տղան գնում է բանակ, օրինակ սկսում եք տատանվել, ինչպես այնտեղ կծառայի։ Եվ ոյցի լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք այդ օրը, նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, միգուցե առողջության հետ է կապված, միգուցե այստեղ հղիության հետ է կապված, ծննդաբերելու հետ է կապված, ինչ-որ պահեր են։ Կամ ուղղակի լավ առողջություն կա ինչ-որ մի հիվանդություն նահանջել է։ Եվ այդ օրը նաև մոլորություն կա, կարող են ձեզ փորձել մոլորեցնել, խփել, նաև դա ինչ-որ փուչիկի նման մի գաղտնիք է, որը կարող է բացահայտվել, ինչ-որ մի տեղեկատվություն է, որը կարող եք իմանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին հունվարի 15-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը կարիերայում մի փոքր առաջ խաղացում ունեք, կարող է պատվերներ են տալիս, ոյցը գործեր եք անում, դա է առաջ գնում, առաջադրանք են տալիս, որը եւս ցույց է տալիս, ձեր կարողությունները։ Տան հետ կապված ոյցը իրադարձություններ են, որոնք որ պետք է անեք։ Նաև սա կարող է առիթ է, կամ տուն եք մաքրում, ուբորկա եք անում, իրերն եք տեղաշարժում։ Նաև այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, նա բժշկական կենտրոն է, ուսումնական կենտրոն է, կամ մեկ այլ տեղ է, պետական հիմնարկություն։ Նաև այդ օրը լուսավոր մի բան եք, միգուցե պետական հիմնարկությունից է, չեմ կարող հստակ ասել, ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա, ոչ ձեր տրամադրությունը բավականին շատ կբարձրանա, նաև ճանապարհ եք գնալու, ինչ որ մի բան է տեղի ունենալու, հետո ճանապարհ եք գնալու, ինչ որ պահեր են կամ ձեզ կանչելու են ինչ որ միտեղ։ Եվ այստեղ երկար սպասված ոյցը նամակ կստանաք, ոյցը տեղեկատվություն, նավրե փաթեթ է, որը գալիս է, եւ ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունվարի 15-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը զգուշացում ունեք, որ խարդախություն կա, մոլորեցում կա, նաև դա կարող է լինել ինչ-որ մի տեղեկատվության այդպես փուչկի նման պայթի, հա, գաղտնիք է պայթում։ Նաև այստեղ անսպասելի կամ հանկարծակ ինչ-որ մի բան է լինում տան հետ կապված, տան անդամների կամ դուք եք կտրուկ ոչը քայլանում, գուցե որոշում եք կտրուկ վերջ վաճառում եմ տունը, վերջ տուն եմ գնում կամ վերանորոգում եմ, ինչ-որ պահեր են, որ կան, կամ եթե վարձով եք որոշում եք տեղափոխվեք ի վերջո այդ տնից կամ այդ քաղաքից, կամ տան հետ կապված ինչ-որ պահեր են։ Նաև երկար սպասված ոչը տեղեկատվություն կստանաք, միգուցե էլի եւս տանն է վերաբերվում, կամ կարող է փաթեթ է, կամ որից մի բան է, որը շատ կարևոր է։ Մեծ կարող է արդեն դառն ապրել է, հա, ոնց որ էլ պետք չի։ Դապես այդ քարտը դա է, ոնց որ այնքան ուշ է գալիս, որ ոնց որ էլ մոռանում ես դրա մասին, համար պետք չի էլ։ Եվ նաև երեկոյան էստեղ, այ մի փոքր խառն է գորգռում եք, ինչ-որ մի բան է ուշանում մոտապես մինչև 3 ամիս, որտեղ կանգնած է, որտեղ տեղից չի շարժվում, եւ դա կարող է լինել առողջության հետ կապված, կամ 3 ամիս ինչ-որ մեկը պետք է բուժվի, կամ ձեր գորգռոցի պատճառով է դա լինում։ Ինչ-որ գորգռում եք, դիմացինը պետք է կամ ձեզ վատ կարող եք զգալ այդ ժամանակ, գորգռում եք, որովհետև ինչ-որ մի բան կանգնած է եւ դրա պատճառով 3 ամիս պետք է սպասեք։ Կամ գորգռալուց հետո կարող եք վատ զգալ եւ 3 ամիս պետք է բուժվեք։ Դրա համար այստեղ պետք է շատ ուշադիր լինեք։ Ամեն մեկի մոտ սա կարող է տարբեր լինել։ Ուղղակի այդ պահին վատ զգաք ձեզ, որովհետև գորգռում եք, որտեղ ուշանում է եւ դա ձեզ այդքան էլ դուր չի գալիս, դա 3 ամիս հետո պետք չի ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հունվարի 15-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը կամ դուք եք գորգռում, դրա համար է ինչ-որ մի բան սկսում ուշանալ, որտեղ այնպեսի տեղ է կարող գորգռում, որ ինադու են ընկնում եւ չեն անում։ Փակ է ամենայն դեպս, փակ է այդ օրը կամ նամակի եք սպասում, դա պետք է գար չկա, միգուցե ուզում եք մտնել հիվանդանոց չեն թողնում, հա, միգուցե ինչ-որ փաստաթուղթեր պետք մուտք գործել չեն թողնում, միգուցե ժամի հետ է կապված։ Եվ գորգռում եք, գորգռում կամ որ իրոք ուշանում է դրա համար եք գորգռում կամ գորգռեք հետո ոնց որ ավելի կվատացնեք իրավիճակը։ Այդ օրը նաև որ ցե հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, միգուցե գորգռում եք, միգուցե վիճում եք ինչ-որ մեկի հետ եւ դրա համար եք դա ձեր ձեռքից բաց թողնում, կողքից ինչ-որ մի բան է, որը չեք նկատում։ Եվ հանկարծակի լուր կլսեք, կամ պետք է գումար վճարեք, կամ պետք է ձեզ գումար տան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։
Ինչ է սպասվում կարիճներին հունվարի 15-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ձեր մոտ եկեսանի մարդիկ կան առավոտյան շատ շուտ։ Նաև ոչ է լավ լուր կլսեք, ոչ է բարի լուր կլսեք, միգուցե հա ձեր կողքն են, իբր որ լավ բան է լինում ձեզ հետ։ Նաև այդ օրը կարող պարկել, քնել, հանգստանալ կամ միգուցե հիվանդի մասին են լավ լուր ձեզ ասում։ Ինչ որ բան է որ։ Նաև ոմանց համար դա ինտիմ հարաբերություններ կլինի։ Հույսով եք, հույսով սպասում եք, հույսով լցված եք, ինչ որ մի բանի վրա եք հույսներ դրել։ Նաև էլի այստեղ գորգռում եք, դրա համար էլ կարող եք ձեզ վատը զգալ։ Գորգռում եք կամ տան անդամների վրա, կամ նաև տան հետ կապված հարցերով։ Կարող է դա է։ Ամենայն դեպս գորգրակ հետո ձեզ վատ կզգաք, այնպես որ դուք եք գորգրացողը, համար դուք կարող եք ձեզ զսպել ձեր առողջության համար։ Եվ տան մեջ էլ հա բացասական էներգիա չի լինի, հետո չեք ասի խնդիրներ եղավ, այս գործը չեղավ, այն նա չեղավ, որտեվ այդպես է։ Երբ որ բացասական էներգիա է լինում, հետո արդեն խնդիրներ են առաջանում։ Իսկ բացասական էներգիան դա գորգռոցից է գալիս։ Միգուցե նաև տան հետ կապված ինչ որ իրավիճակ է, միգուցե առիթից հետո եք գորգռում ինչ որ մի բանի հետ կապված։ Եվ այդ օրը նաև լուսավոր մի բան է տեղի ունենալու ձեզ հետ, որից էլ ձեր տրամադրությունը կբարձրանա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունվարի 15-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, նաև հանկարծակի լուր եք լսելու, ոմանց հետ կարող եք ժամ պայմանավորվել կամ ժամի հետ դա կարող է կապված լինել, նաև եթե ժամ եք պայմանավորվել, պետք է ուշադիր լինեք, որպեսզի ճուշանաք ուղղակի։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, սպասում եք ինչ-որ մի պատասխանի, սպասում եք ոչ մեկի SMS-ին,
փաստաթղթի եք սպասում օրվա ընթացքում եւ ելք եք փնտրում դրա համար։ Գուցե էլի եք գրում, որ էլի պատասխանի։ Եվ ոմանք այստեղ սիրո խոստովանություն կստանան, ոմանք ես կարող դա է հանդիպում եք ձեր երկրորդ կեսի հետ, այնքան եք գրում, ինչև ինքն էլ է պատասխանում եւ հանդիպում եք իր հետ։ Նաեւ Դե կարող է սա երեկոյան ընտանիքում սեր է իշխում, մեկը մյուսին լավ է հասկանում, մեկը մյուսի հետ սիրալիր է, ձեր հարազատների շրջապատում ուղակի կլինեք, ձեզ լավ կզգաք։ Այսքանը ձեզ համար, այստեղ նաև կարող եք էմոցիոնալ լինել, այո, պես էմոցիոնալ կերպով ելք եք փնտրելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունվարի 15-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը գումար եք ստանալու կամ նաև գումար կծախսեք։ Կարիերայի հետ կապված շատ քիչ է առաջ գնում, եւ դուք մտածում եք, գուցե թե ինչ անեք, էլ ինչ անեք, որ ձեզ մոտ դա ավելի շատանա, ավելի շատ պատվերներ միգուցե ունենա կամ հասնեք այն բարձրունքին, որին որ դուք եք ուզում։ Նաև օրվա ընթացքում օրվա վերջ կարող գորգռալ այստեղ գորգռում եք, հետո կարող եք նեղվել ձեր գորգռոցից կամ նեղացնել վարության մեկին կամ ձեզ կարող են նեղացնել ձեր գորգռոցի համար եւ հետո միայնակության զգացում կարող եք ունենալ եւ որովհետեւ հա ինչ որ դե մելամաղձոտ վիճակի մեջ կընկնեք Եվ այդ օրը նաև ունեք հանդիպում կամ շփում որևիցե մասնագետի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունվարի 15-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ որ բան է փակ, ինչ որ բան առաջ չի գնում, ինչ որ մի բան չի ստացվում ձեզ մոտ, կարող եք տխրել, կարող եք նեղվել։
Եվ գիտեք, ուղղակի նստում եք, հույսով սպասում եք, ինչ որ քայլեր ձեռնարկելու փոխարեն։ Միգուցե ձեզանից կախված չի ոչինչ դրանից է, բայց ուղղակի նստում եք հույսով սպասում, թե երբ կլինի դա։ Եթե ձեզանից է կախված, ուրեմն պետք է ձեռքերը ծալած չնստել այդ օրը։ Նաև ճանապարհ եք գնալու, սպասում եք ինչ-որ մեկին, կամ գնում եք ոչ միտեղ եւ այնտեղ սպասում։ Կամ սպասում եք, որ ձեզ մոտ գան ինչ-որ մարդիկ։ Եվ պետական հիմնարկության հետ կապված այդ օրը հարցեր ունեք, դա կարող է լինել եւ ուսման կենտրոն, դա կարող է լինել եւ բժշկական կենտրոն, եւ մեկ այլ կենտրոն, որի հետ այդ օրը ինչ-որ առնչություն կունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հունվարի 15-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը տան հետ կապված իրադարձություններ ունեք, նաև տան անդամները կարող են ձեզ զանգահարել, հարազատները եւ օրինակ ասեմ, որ գալիս ենք եւ սպասում եք իրանց։ Նաև սպասում եք իրենց զանգին։ Մի խոսքով նաև կարող է առիթ է, որ կամ դուք պետք է գնաք, կամ իրենք պետք է գան, կամ տուն եք ուզում մաքրել, կամ տեղափոխություն եք անում եւ այլն։ Նաև հեռախոսազանգ ունեք այդ օրը եւ սպասման մեջ եք լինելու, ինչ որ մարդկանց կարող եք սպասել օրվա ընթացքում։ Եվ այստեղ ժամ եք պայմանավորվում ոչ մեկի հետ կամ արդեն պայմանավորվել եք, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք։ Եվ այստեղ հանկարծակի լուր կլսեք, որովհետեւ կարող է մասնագետ է ձեզ ասում, որովհետեւ հետո պետք է մասնագետի հետ խոսեք կամ հանդիպեք։ Ու կարող է ինքն է ձեզ հանկարծակի անսպասելի լուր ասում, բայց ինքը մի քիչ այստեղ եթե վերագրենք մասնագետն է ինքը, ապա այդ կինը այդքան էլ լավը չէ։ Եթե ոչ, ապա այդ մասնագետի հետ խոսելուց հետո հանդիպելուց եւ այլն ոչ կնոջ կարող եք հանդիպել, եթե մասնագետը չի, այդ կինը այդքան էլ հաճելի չի ձեզ համար։ Բայց իստում այդ կինն է եւ այդ կինն է ձեզ ինչ որ անսպասելի լուր ասում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։